կամ այսօր եղել են ինչ-ինչ պարզաբանումներ քննչական կոմիտեից կամ գոնե առաջընթաց այս գործով։ Տեսեք, այսօր տեղի ունենալու շատ առանցքային քննչական գործողություն, մասնավորապես տեղի ունենալու մեղադրյալի լրացուցիչ հարցաքննություն։ Այս լրացուցիչ հարցաքննությունը ըստ էության առաջին հարցաքննությունն է, ինչու որովհետև այսօր խոշտանգման վարչության քննիչներն են հարցաքննելու մեղադրյալի, միջև այս հարցաքննելն Լոռու մարզային վարչության քննիչները։ Այսօր խոշտանգման վարչության քննիչը, այսինքն վարույթն իրականացնող քննիչը հարցաքննելու է Տիգրան Ուլուբաբյանին եւ միջև հիմա եթե քննչական կոմիտեն անձանց չձերբակալելը պայմանավորում է անձանց իդենտիֆիկացված չլինելու հիմքով, այսօր Տիգրան Ուլուբաբյանը հստակ նշելու է, մատնանշելու է երկու ոստիկանների, խոսքը վերաբերում է ոստիկանության Լոռու մարզային վարչության պետի եւ Գոր ազգանունը Խարատյան, հա, ազգանունով ոստիկանին, այսինքն ինքը այսօր լրացուցիչ հարցաքննության ընթացքում տվյալ անձանց մատնանշելու է որպես քրեական օրենսգրքով արգելված արք կատարողների, ինչը ինքնին ձերբակալման հիմք է։ Հաշվի առնելով նաև ձերբակալման առիթի գոյությունը, մասնավորապես քրեական օրենսգրքով արգելված արքի առերևույթ գոյությունը, արդեն նաև ձերբակալման հիմքի գոյությունը, այսինքն տվյալ անձի մատնանշելը որպես քրեական օրենսգրքով արգելված արք կատարողների, նաև բերել է իր շորերն է ցուցադրելու, այսինքն արգրավելու է նաև հակին եղած շորերը, որի վրա ակնհայտ արկա են բռնության հետքեր, հաշվի առնելով նաև տեղ գտած մնացած տեղեկությունները ավելի քան համոզված ենք, որ իրավական առումով այսօր առաջացել են ոստիկաններին, առնվազն երկու ոստիկանին ձերբակալելու հիմքեր։ Կանի քննչական կոմիտեն թե չէ, կարծում եմ բոլորիս համար պարզ է, որ քննչական կոմիտեն խոշտանգման վարույթներով դրսևորում է շատ խտրական քրեական դատավարություն, ուստի վստահ եմ, որ ոչ մի բան չի փոխվելու, ասեմ ավելին, քննչական կոմիտեն չպիտի սպասեր, որ այսօր Տիգրանը իդենտիֆիկացնի այդ երկու ոստիկաններին։ Այսօրվա դրությամբ առնվազն մենք պետք է ունենայինք թվով 6 ոստիկանների իդենտիֆիկացված տվյալները, պաշտոններ, կոչումներ, անուն, ազգանուններ, բայց մենք ոչինչ չունենք որևէ մի արգարավված փաստաթուղթ, չունենք իդենտիֆիկացված ոստիկաններ, չունենք հարցաքննված ոստիկաններ, չունենք հարցաքննված վկաներ, չունենք դատաբժշկական փորձաքննության նշանակված է, արդյունքը չկա։ Նշանակված չի, առավել կարևոր է նշանակել ոչ թե Տիգրան Ուլուբաբյանի նկատմամբ, առավել կարևոր է նշանակել ոչ թե Տիգրան Ուլուբաբյանի նկատմամբ, այլ պարզել այդ ոստիկանների տվյալները եւ նշանակել ոստիկանների նկատմամբ, որովհետեւ ոստիկանների ձեռքերի վրա այդ հետքերը շատ շուտ վերացող հետքեր են եւ այս 5-6 օրվա ընթացքում 7 օր է անցել դեռ բարույթով մենք չունենք նշանակ պարզված անձանց տվյալներ։ Ես դրան զուգահեռել օգտվելով նաեւ այս ձևաչափով եթեր ունենալու հնարավորությունից ցանկանում եմ նաև տեղեկացնել, որ 3 եւ այսօր Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը սկսել է շատ լուրջ եւ շատ ակտիվ աշխատանք անձամբ իմ դեմ, երևի թե արանքից հանելու նպատակով տարբեր մարդկանց կանչում, հորդորում են հաղորդում տան այս կամ այն փաստաբանական ծառայությունների մատուցման շրջանակներում նրանց հետ կնքված քաղաքացի իրավական գործարքների, հարկեր վճարելու կամ չվճարելու հետ կապված, այսինքն մի կողմից աշխատում են իմ վրա իմ դեմ հաղորդում ներկայացնեն, ինչ որ մի աշխատանք կատարեն, շատ օպերատիվ են աշխատում։ Պատկի ասեք, այն տիպի են օպերատիվ աշխատում, որ հիշում են անգամ այն անձանց տվյալները, որոնց անձամբ ես եմ մոռացել։ Այդպիսի տվյալներ կարողանում են ձեռք բերել, բայց օպերատիվ տվյալներով պարզել ովքեր են եղել են ոստիկանները, ովքեր Տիգրան Ուլուբաբյանի նկատմամբ բռնություն են գործադրել, միջև հիմա 7 օր անցել դեռ չեն կարողանում։ Պարոն Երիցյան, ի դեպ նշեցիք, որ ուշադրության կենտրոնում թիրախում հայտնվել եք նաև դուք, հայտնվել է նաև Տիգրան Ուլուբաբյանը, որովհետև իշխանամերձ տարբեր բլոգերներ տարածում են ինչ-որ ինֆորմացիաներ, որ օրինակ Տիգրան Ուլուբաբյանը Արցախում նույնիսկ ինչ-ինչ հոդվածներով, այո, մեղադրվել է, այնինչ նշում են հանցակազմ չպարունակող ինչ-որ հոդվածներ։ Խոսքը վերաբերում է քրեական քրեական օրենսգրքի 117 եւ 118 հոդվածներին, ես շատ մեծ ցավ եմ ապրում, որ այդ ինֆորմացիան տարածողները չեն տիրապետում անգամ 117 եւ 118 հոդվածներով քրեական օրենսգիրքը ինչ էր նախատեսում, այսինքն ինչ է նշված քրեական օրենսգրքի 117 եւ 118 հոդվածներով։ Ուրեմն պարզաբանեմ, հենց շատ լավ է, որ Տիգրան Ուլուբաբյանը գտնում է իմ մոտ եւ ի պաշտոն է հայտարարեմ, որ Արցախի Հանրապետության ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի ստացված տվյալների հիման վրա, ժամանակին ստացված տվյալների հիման վրա Տիգրան Ուլուբաբյանը որևէ հոդվածով քրեական օրենսգրքով նախատեսված որևէ հոդվածով դատվածություն չունի, այսինքն մարդը երբևէ նախկինում կրիմինալ անցյալ չի ունեցել։ Այդ կրիմինալ անցյալը, որ արհեստականորեն վերագրում են իրեն, իրականում գոյություն չունեցող եւ այսպես ասած fake news է, որ տարածում է իշխանական լրատվամիջոցների կողմից, նպատակը ցույց տալ, որ իբրև Տիգրան Ուլուբաբյանին ոստիկանները ինչ որ բան եղել է, որ կանչել են։ Այս ամեն ինչի պատասխանը շատ կարճ է եւ շատ տրամաբանական է, թե ինչ որ բան լիներ, Տիգրան Ուլուբաբյանը հիմա ազատության մեջ չէր լինի։ Իսկ 117 եւ 118 հոդվածները վերաբերում են ընդհանրապես ծեծին, իսկ 10-12 տարեկանում բոլորս էլ այդ ամեն ինչի միջով անցել ենք եւ բոլոր տղաներն էլ իսկ հասկանան, մեր լրագրողներից բոլորը թեկուզ աղջիկները կհասկանան, որ 16-17 տարեկանում բոլորն էլ մեկ անգամ ոստիկանությունում անցել են ծեծի դրվագով։ Այնուամենայնիվ այդ մասով անգամ ինքը դատվածություն չունի, այսինքն կրիմինալ անցյալ Տիգրան Ուլուբաբյանը չունի, որ նայում եք Տիգրան Ուլուբաբյանի միթե
եզրակացություն եք անում կամ եզրահանգում եք, որ ինքը ունակ է որևէ հանցագործություն կատարել։ Պարոն Երիցյան, Ասեմ նաև, ավարտեմ դուժողը գործով, ավազակության գործով դուժողը Տիգրան Ուլուբաբյանը այն վերջի մարդն է, ում կասկածում է տվյալ հանցագործության մեջ։ Պարոն Երիցյան, դուք նշեցիք, որ փորձում են աղավաղել Տիգրան Ուլուբաբյանի կերպարը։ Միայն դրա համար է արվում, թե հերթական անջրպետը ջրբաժանը դնել արցախցի, հայաստանցի այս խոսույթների միջև։ Ընդհանրապես խոշտանգումը երևի թե միակ հանցագործություններից միակն է, երբ որ խոշտանգողները, այսինքն պաշտոնատար անձինք, հիմնականում ոստիկաններն ու բարեկային ծառայողները չեն կաշկանդվում տուժողի արցախցի կամ Հայաստանի քաղաքացի լինելու հանգամանքով։ Այսինքն իրանց համար էական չէ, իրանց համար ավելի էական է տուժողի անօգնական վիճակում գտնվելը եւ հատկապես հաշվի առնելով այն հանգամանք, որ արցախցիները ավելի խոցելի վիճակում են, այսինքն գտնվում են ավելի անօգնական վիճակում։ Դրա տրամաբանական հետևանքն այն է, որ արցախցիները ավելի շատ են դառնում խոշտանգման զոհ։ 23 թվականից մինչև հիմա ես այստեղ փաստաբանական գործունեություն եմ իրականացնում միջայտ Արցախում։ Այս 2 տարվա ընթացքում ունեցել եմ միայն ես զբաղվել եմ 35 խոշտանգման դեպքով եւ 35-ից 30-ի զոհը եղել են արցախցիներ։ Պարոն Երիցյան, դուք նշում եք միայն խոշտանգմանը, բայց այստեղ նաեւ, ինչպես Տիգրանն է պատմել, ոստիկանները ստիպել են նրան իր վրա վերցնել այդ գողության դեպքը։ Սա փաստացի նաեւ հիմք է քննություն սկսելու ոստիկան, այսինքն դրանք հանցագործության մեջ են ներգրավում։ Ոչ միայն այդ հանցագործության հատկանիշները, Տիգրանը խոշտանգման դեպքում կան հետքերը, այս դեպքում արդեն Տիգրանին ինչպես հավատան։ Ասեմ, ես բարձաբան եմ, նախ ոստիկանությունը պետք է պաշտոնապես բարձաբանի, ինչի իման վրա է 7 ժամ Տիգրան Ուլուբաբյանը գտնվել ոստիկանություն։ Առնվազն տեսագրություններով, ես դրա համար եմ ասում, տեսագրության էլեկտրոնային կրիչները պետք է արգելվեն։ Այսինքն առնվազն մուտքով եւ ելքով ֆիքսում է, որ 7 ժամանակ մեջ Տիգրան Ուլուբաբյանը գտնվել է ոստիկանություն։ Հիմա ոստիկանությունը թող բարձաբանի 7 ժամ Տիգրան Ուլուբաբյանի հետ ինչ էին անում։ 1, երկրորդը, եթե ինքը կասկածող է եղել նշված հանրարարքով, ապա ինչու այդ վերաբերյալ որևէ արձանագրություն չի կազմել կամ մարդուց բացատրություն չի վերցվել գրավոր եղանակով։ Այսինքն դատավարական ընթացակարգը պետք է պարզենք դեռևս պահպանվել է, չի պահպանվել, թե օպերատիվ հետախուզական որևէ միջոցառում է ձեռնարկվել իր նկատմամբ, այդ վերաբերյալ եւս արձանագրություն պետք է կազմված լինի։ Դրանով իսկ արդեն ապացուցում է այն, որ Տիգրան Ուլուբաբյանին ոստիկանություն պահել են արցախցի լեզվով ասած Հավայի։ Հենց նստեղը պահել են իրան ոստիկանությունում։ Դա խոսում է նաև ոչ միայն իր վրա վերցնելու, այսինքն լիազորությունները անցնելու ոստիկանության աշխատողների լիազորությունները անցնելու անցակազմի գոյության մասին։ Դա խոսում է նաև ազատությունից ապօրինի զրկելու մասին, խոշտանգման մասին եւ այլ հանցանքների մասին, որոնք բնորոշ են Հայաստանի Հանրապետության ոստիկանության ծառայողներին եւ որոնք բոլորը անպատժելիության հետևանք են։ Ես մի քանի հարց ունեմ, նախ խտրականության հետ կապված Տիգրանի հետ զրույցում Տիգրանին ինձ փոխանցեց, որ պետը Լոռու մարզային վարչության պետը ասել է Ղարաբաղցիները լրված եք, չեք ուզում աշխատեք։ Դուք այդ մասով Տիգրանի հետ ունեցել եք խոսակցություն, կարող եք առավել մանրամասն ներկայացնել, թե ինչ հանգամանքներում է դա եղել։ Շնորհակալություն հարցի համար։ Ես կրկնում եմ, ես չեմ ցանկանում առանձնացնել եւ ասել, որ Տիգրանի զոհ լինելը պայմանավորված է զուտ իր արցախցի լինելու հանգամանքով։ Ավելի շատ, ինչպես նշեցի, դա պայմանավորված է իր անօգնական վիճակում գտնվելու հանգամանքով, ինչը կապված է նաեւ իր արցախցի լինելու հանգամանքի հետ։ Հասկացա։ Խտրականության մասով նշեմ, սա առաջի դեպք չէ։ Ես ունեմ վստահորդ, 3 նշել եմ, պարույր ազգանունը ներողություն չեմ հիշում, երբ որ բարեկային ծառայողները նրանք կանգնեցին եւ ասա արցախցիները ձեզ հյուրի նման պահեք։ Այսինքն տեսեք, այդ խոսույթը կամ այդ հայտարարությունը ուղղում է ոչ թե կոնկրետ անձին կոնկրետ դրվագով, այլ ընդհանուր, այսինքն արցախցիները չեք աշխատում, ղարաբաղցիները սենց չեք անում, ղարաբաղցիները այն չեք անում։ Այսինքն արդեն իսկ պաշտոնատար անձանց կողմից դրսևորում է խտրական վերաբերմունք այս կամ այն անձի նկատմամբ։ Բայց Տիգրան Ուլուբաբյանի խոշտանգման զոհ հանդիսանալը պայմանավորված է, կրկնում եմ, իր անօգնական վիճակով, իսկ անօգնական վիճակն էլ որոշ տեղ նաև արցախցի լինելու հանգամանքով։ Եվ այդ ոստիկանների հետ կապված քննչականից նոր տեղեկություն փոխանցել են, նրանք հրավիրվել են քննչական կոմիտե, թե ոչ։ Ես մեծ ցավով եմ հայտարարում, որ եթե ես թվարկում եմ այս գործողությունը չկատարվել, այս չկատարվել, փորձաքննություն, արձակնություն եւ այլն, հասկացա։ Միջև հիմա մենք չունենք ոստիկանների իդենտիֆիկացված տվյալներ։ Այն 2 ոստիկանների լուսանկարները, որոնք ես հրապարակել եմ, դա ես ոստիկանների տվյալները բարձել եմ անձամբ իմ նախաձեռնությամբ։ Այսինքն որոշակիորեն որոնողական աշխատանքներ կատարել եւ հրապարակել եմ նրանց լուսանկարները։ Քննչական կոմիտեն 3 հանդիպման ժամանակ մեր հետ խոսում են, որ մենք տվյալներ ենք իմացել ոմն վերտառությամբ կրկնում եմ կոմիտեի քննիչի ասածը, ոմն գորի մասին, բայց իդենտիֆիկացված տվյալներ ով է հանդիսանում այդ գորը, ինչ կոչում ունի, նրա ազգանունը, նրա տվյալները չունեն։ Այն դեպքում, երբ որ կրկնում եմ, սա ոչ թե պրոֆեսիոնալ քննիչ է, այլ
նույնիսկ ուսանողի համար 3-4 րոպեվա աշխատանքի բարձել այդպես ոստիկանների տվյալները։ Քննիչի հետ հանդիպեցիք, թե որևէ պաշտոնյայի քննիչ։ Մենք երեք հանդիպել ենք ՀԿԳ, այսինքն հատուկ կարևորության գործերով քննության վարչության պետի տեղակալի հետ, խոշտանգումների բաժնի պետի հետ եւ գործով վարույթն իրականացնող քննիչի հետ։ Պարոն Երիցյան, հարցաքննվել է արդեն այսօր։ Ոչ։ Ժամը քանիսին։ Ժամը ես հիմա շտապում եմ, սպասում եմ ավարտեմ, այո, մտնում ենք հարցաքննության, մտնում ենք մատնանշելու այն ոստիկաններին, մտնում ենք քննչականին օժանդակելու, մատնանշելու այն ոստիկաններին, ովքեր են եղել են ոստիկաններ, ովքեր խոշտանգել են Տիգրան Ուլուբաբյանին, ինչպես նաև քննիչի առջև ցանկանում ենք հանել եւ ցույց տալ Տիգրան Ուլուբաբյանի բռնության հետքեր Տիգրան Ուլուբաբյանի վրա, շորերի վրա արկա բռնության հետքեր։ 6-ներ գիտեք, 6-ի անուններն գիտեք, Ոչ, մենք գիտենք ընդամենը 2-ի անուններ, բայց Տիգրան Ուլուբաբյանը պատրաստ է ոստիկանության 100 ծառայողների, 100 չէ, 1000 ծառայողների միջից ցույց տալ այն դեցին, ովքեր խոշտանգում են իրականացնել Այսինքն նկարներ պետք է դնեն ձեր առջև։ Թեկուզ ճանաչման գործողություն կարող է իրականացվել, այդ ճանաչումը կարող է արտահայտվել եւ լուսանկարներով եւ մարդկանց ցուցադրելով, բայց կարելի է օպերատիվ հետախուզական միջոցառումներ ձեռնարկելով, կարելի է նաեւ օպերատիվ հետախուզական միջոցառումներ ձեռնարկելով, այսինքն Տիգրան Ուլուբաբյանի հետ անցնել եւ ասել ցույց տուր ես ոստիկանի, հետո այդ ամեն ինչը կազմակերպել։ Ես չէ որ պետք է սովորեցնեմ այդ աշխատանքները եւ ես չէ որ պետք է ասեմ ինչ կերպ պետք է միջև հիմա բարձրային ոստիկանների տվյալները։ Առաջին անգամ երբ հարցաքննվել է որպես դուժող։ Այդ ժամանակ այդ ձեր նշած գործողությունները ինչու չեն արել։ Տեսեք, ինչու չեն արել։ Չեն արել, հենց հարցը նրանում է, որ չեն արել, որովհետեւ բարում են պասիվ նախաքննություն, շատ պասիվ նախաքննություն։ Այդ տեսեք, այսօր հավաքի համար տեսեք ինչքան մարդ հավաքվել, ուժ, ջանք, երան չեն խնայում։ Բայց նախաքննության այո, բայց նախաքննությունն իրականացնող մարմինը քննիչը պետք է օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնող հանձնարարական տա հենց ոստիկաններին, որպեսզի կատարեն որոշակի գործողություններ։ Չեն կատարում, այդ ամեն ինչը իրականում չի կատարում։ Ասեմ ավելին, հաղորդումը ներկայացվել է ՀՀ քննչական կոմիտե, հենց այս փոստարկողն եմ ես ներկայացրել, չեմ խոսում ԶԼՄ-ների հրապարակումների մասին։ Չգիտես ինչու բարույթը նախաձեռնել է Լոռի մարզային քննչական վարչությունը։ Երևի միգուցե հապճեպ որոշակի գործողություններ կատարելու նպատակով, բայց պատշաճ նախաքննական մարմին, այսինքն մարմինը, որ գործով պետք է իրականացնել նախաքննություն, հանդիսանում է խոշտանգումների վարչությունը։ Միայն 3 կեսօրին ես կարծում եմ սա արհեստական ձգձգում էր։ Արհեստական ձգձգում էր պայմանավորված որոշակի հանգամանքներում։ Միայն 3 կեսօրին գործը հասնում է պատշաճ քննիչին, այսինքն վարույթն իրականացնող պատշաճ մարմնին։ Միգուցե այսպես փորձում էին արագ աշխատել, որ Տիգրանին շուտ հասցնեին այնտեղ հարցը, բայց դրա փոխարեն կարելի է կապ հաստատել իմ հետ եւ Տիգրանին ասել, որ ներկայանա այստեղ։ Տեղյակ եք դատաբժիշկը ինչ վնասվածքներ է արձանագրել։ Դատաբժիշկը արձանագրել է սալջարդներ, կապտուկներ, կասկած կա նաեւ Տիգրանի ողային շրջանում կոտրվածքի մասին, այս կապակցությամբ անցել է հետազոտումներ, դատաբժշկական արդյունքները այս պայդորությամբ դեռևս պարզ չեն։ Սա էլ է կոմիտեի սխալը, որ միջև հիմա կոմիտեի քննիչները պետք է հետևողական լինեն եւ այսպես ասած նրանք ունեն հնարավորություն որոշակիորեն չափության սահմաններում ազդելու եւ ստանալու շատ շուտ հապճեպ ստանալու դատաբժշկական փորձաքննական արդյունքները։ Դուք վստահ եք, որ հիմա որ մտնեք հարցաքննության, ճանաչողական գործողություններ են անելու, ձեր նշած այդ գործողություններ են անելու, թե նորից խնդրելու են պատմի ինչ ա եղել ու վերջ։ Ասեմ, ես վստահ եմ, որ քննիչի կողքից դուրս գալուց հետո քննիչի մտքում լինելու է ընդամենը մի բան։ Բա հիմա ինչ ասենք։ Ես դրանում եմ վստահ։ Տեսեք, հենց այս պահի դրությամբ էլ կա ձերբակալման հիմքեր։ Քննիչի մոտ մտնելուց հետո ձերբակալման հիմքերը իրավաբանական առումով ամրագրվելու է, որովհետև Տիգրանը հստակ նշելու է անուն ազգանուններ։ Այդ դրանից հետո թե նրանք ձերբակալման բացակայությունը ինչով են պայմանավորելու չգիտեմ։ Բայց եթե Տիգրանը 2-ին գիտի, 4-ին չգիտեք, ինչ անուններ պետք է նշի։ Տիգրանը նշելու է, միջնորդելու է, որ քննիչն իրականացնի ճանաչման գործողություն։ Կարծում եք կբավարարի միջնորդությունը, մի րոպե մերի։ Կբավարարի միջնորդությունը։ Չբավարարելու հիմք չունի։ Ներողություն, դուք ասացիք, որ իդենտիֆիկացրել եք, հա, իր պատմածով, թե 2-ի տվյալները կարողացել եք։ Այդ դեպքում, եթե ինքը մյուս 4-ի տվյալներն էլ կարող է ասել։ Չի կարող ասել, ինքը չի կարող անում 4-ի տվյալները չի իշում, ասում է ցույց տվեք 100 ոստիկանի, ես այդ 100-ի մեջից ընտրեմ 4-ին եւ ասեմ ինչու եմ ընտրել այդ 4-ին։ Նախապես ասեմ, որ այս ճանաչման գործողությունը ինչպես է կատարվում, մարդը նախապես ասելու է, օրինակ, այդ ոստիկանի այս ճշին կա խալ, 100-ի մեջից ցույց է տալու իրեն եւ ասելու է ինչու եմ ասել, որ ինքն է, հենց ինքն է։ Այսինքն ինքը պատրաստ է այդ գործողությանը եւ ասում է, այս 1000-ի միջից կասեմ են ոստիկաններին, ձենով անգամ կասեմ են ոստիկաններին, ովքեր ինձ խոշտանգման են ենթարկել։ Իսկ տեղյակ եք տեսագրությունները։ Տեսեք, նաեւ այդ հնարավոր է բարձել եւ ստուգել Տիգրանի, էսել է շատ կարևոր հանգամանք, ինչու միջև հիմա Տիգրանի շոյերը արգրաված եւ փորձաքննության ենթարկված չեն, կենսաբանական փորձաքննության, որպեսզի բարձեն, տեսնեն ցանկացած ոստիկանի օրինակ քրտնագեղձերը եւ այլ, ես արդեն կրիմինոլոգիական տերմիններ են, հնարավոր է շատ մեծ հավանականությամբ հնարավոր է որ
ոչ միայն իդենտիֆիկացնել, այլ նաև կենսաբանորեն իդենտիֆիկացնել են բոլոր ոստիկանները։ 6 օրը արդյոք ժամկետը արդյոք չի կորցնի այդ հետքերը։ Ցավալին էնա, որ 6 օրվա ընթացքում այո հնարավոր է որոշակի տվյալներ անհետացած լինեն։ Այդ թվում նաև ոստիկանների կողմից բռնություն գործադրելու հետքերը լինեն անհետացած, ոչ թե Տիգրանի վրա, այլ ոստիկանների վրա։ Օրինակ կամ նաև չեմ բացառում, որ ոստիկանության ծառայողները այսօրվա դուրսությամբ արդեն կազմում են ձևական արձանագրություն, իբր Տիգրանին այնտեղ ձերբակալել են, հետո բաց թողել։ Չնայած Տիգրանը չի ստորագրել, բայց դե կասեն դե ստորագրության բացակայությունը, հա, ստորագրումը չի ստորագրել, դե լավ, ինչ որ կարգապահական խախտում ենք, այլ բայց իրան ապօրինի չենք պահել։ Լավ, դուք ունեք ձեզ համար բացատրություն ինչու են փորձում թաքցնել այդ ոստիկաններին։ Այո, ես շատ եմ փորձել այս բացատրությունից զերծ մնալու, բայց իմ միակ բացատրությունը տրամաբանական բացատրությունը սկզբից անգամ կարծում էի, որ ճիշտ բացատրությունը սրա այն է, որ ոստիկանները փորձում են ցույց տալ բացահայտված հանցանք, բայց իրականում հիմա ավելի շատ հակված եմ այն մտքի, որ ոստիկանները իրականում հանդիսանում են հենց այդ ավազակության հովանավորները։ Այսինքն տեղի ունենում ավելի խորը հանցանքների հովանավորչություն։ Ինչու եմ այս ամենում վստահ, որովհետև անմեղ անց, ով որ այդ դեպքի հետ ընդհանրապես որևէ առնչություն չունի, ինչու եմ վստահ, որ առնչություն չունի, որովհետև բաց են թողել։ 7 ժամ պահում է ոստիկանը եւ սա առաջի դեպք չէ։ Թե Լոռու մարզային վարչության ոստիկանների կողմից, թե ես 1 ամիս առաջ հրապարակում եմ կատարել նաեւ Չարենցավանի ոստիկանության ծառայողների մասին։ Տիգրանին մեղադրելու հիմքում ի՞նչն են դրել։ Միայն այն, որ նա որպես ազգական մտել է այդ մարդկանց տուն, թե էլի։ Ցավալին այն է, որ տեսեք, եթե Տիգրանին որևէ մեղադրանք լիներ առաջադրված կամ թեկուզ նա ձերբակալված լիներ, մենք հիմա դատական ճանապարհով դա վիճարկելով ցույց կտայինք նրանց այդ արարքի ոչի եվաչափությունը։ Մեղադրանքը եղել է փաստացի եւ փաստացի մեղադրանքի հիմքում ոչինչ դրված չէ։ Պետը ասում էր, դե ինչ որ մեկը տեղյակ չէ պիտի լինի։ Տիգրանը սկսել է արդեն ինչ որ հեգնանքով պատասխանել, դրանից հետո ասել են, դե ոնց որ դու ես արել, այնուհետև այդ ոնց որը դարելա դու ես արել, այնուհետև դու ես արել, դարելա հաստատ դու ես արել, հետո պրիզնատարի որ դու ես արել, պրիզնատարին էլ որ տեսել են որ չի անցել, մշակի որ հաստատ ես որ դու ես արել։ Եվ նմանատիպ դեպքեր Չարենցավանում էր, որը դուք Արա Օհանյանը, այո։ Կարճվել է եւ երբ որ ես Արա Օհանյանին նշեցի, որ արի բողոքարկենք, զարմանալի չէ, բայց Արա Օհանյանը հրաժարվեց, նշելով, որ տարբեր ճնշումների եմ ենթարկում այդ կապակցությամբ, չեմ ուզում այլևս այս ամեն ինչի միջով անցնեմ, մեկը արդարության չեմ հասնի։ Բավական է ուսումնասիրել sense կարճման վարույթը, ես իհարկե առանցին համաձայնության չէի կարող բողոքարկել, բայց կարճման որոշումը որ նայում ես, ընդհանրեն ինչ է կատարվել։ Հարցաքնվել է Արա Օհանյանը, բժշկական փորձաքննության է ենթարկվել Արա Օհանյանը, մի քանի ոստիկան են հարցաքնվել, այդ երկուսի միջև առերեսումա տեղի ունեցել եւ վերջ։ Արգրավում չկա, խոզարկություն չկա, գաղտնալուսում չկա, օպերատիվ միջոցառումներ ձեռնարկված չկա, ոստիկանները փորձաքննության ենթարկված չեն, ռեալ առերեսում տեղի չի ունենում եւ այլն։ Իսկ այդ փորձաքննությունը Արա Օհանյանի դեպքում վնասվածքներ արձանագրվել է։ Այո։ Բայց եթե վնասվածքներ են արձանագրվել։ Ես ցավում եմ, բայց քնիչը զանգահար մարդը պիտի բարձրանանք, որպեսզի այս հանգամանքների կապել։ Տիգրան Ուլուբաբյանի հագուստն է։ Այդ կոֆեի հետքն է, որ Տիգրանի վրա շպրտել են, նշելով որ կոֆեի ես բաժակում այսքան կոֆե կար, այս տենց են արել նրա վրա, իսկ սա է շորերի վրա քերծվածներն ու հետքերը, ու տարբեր մազեր էլ կան անգամ է շորերի վրա, ասենց շատ ցածր չեմ ցանկանում, այս մազերը երևում է, վստահեցնում եմ որ սա Տիգրան Ուլուբաբյանի մազերը չէ, այս էլ քաշոցի հետքերը 1 2 Ну սա արդեն փորձագետը կասի, ինչ աստիճանի է քաշված թևերն էլ է երևում քաշված։ Տիգրան Ուլուբաբյանը նշում է, որ այս հատվածով բարձրացել են փակել դեմքը, այ միջև ստեղը, քաշել են միջև դեմքը, փակել, հետո ապտակել մի քանի անգամ։ Այ սրա վրա վստահեցնում եմ արկա են ոստիկանների կենսաբանական բազում հետքեր։ Տիգրան, դու ինչ ես Ասեք որ արգրավեն։ Այո։ Կարող է չարգրավել։ Տիգրան, դու ինչ ես ակնկալում այսօրվա հարցաքննությունից, ինչ ես սպասում։ Սպասում եմ մենակ արդարություն։ Ուրիշ ոչ բան։